Ողջույն հարգելի կույսեր, սա ձեր հորոսկոպն է ապրիլ ամսվա համար։ Բոլոր 12 ոլորտների համար։ Գնանք այնպես ինչպես որ նայում ենք սովորական քարտերը, այդքան շատ քարտեր չեմ հանի։ Գնայեմ այն քարտը, որը որ ընկել է։ Եթե բարդ քարտ է, լարված քարտ է, ապա ուղղակի կվելուծենք, տեսնենք ինչ է ուզում։ Այդ քարտը ձեզանից է կամ այդ ոլորտից ինչու է ընկել։ Ոչինչ պահել հարկավոր չէ, ընդհանրապես կարող եք լսել յուրաքանչյուր ոլորտ, որը ձեզ հետաքրքիր է, միգուցե ապրիլ ամսվա մեջ եւս պետք է հետ վերադառնաք, նայեք մնացած ոլորտները, եթե իհարկե կմոռանաք։ Եվ կխնդրեմ չմոռանալ լայքերը եւ եթե բաժանորդագրված չեք, բաժանորդագրվեք ալիքին, որպեսզի առաջ գնանք։ Տեսնենք կույսերի տրամադրությունը ապրիլ ամսին։ Ֆինանսները, շրջապատը, հարազատները, ընտանիք, տուն, երեխաները, առողջությունը, սեր եւ հարաբերություններ, փաստաթղթեր եւ այլն այնտեղ, թոշակ, ալիմենտ, ճամփորդություն, աշխատանք, բիզնես, ընկերներ, օգնություն եւ վախերը, խնդիրները, նաեւ գաղտնիքները։ Ահա, հուսով եմ պատրաստ եք, ինձ թվում է նորմալ երևում եմ բոլորը, չնայած որ չեք հասկանում քարտերից, ինձ թվում է արդեն հասկանում եք, ինչ-որ բաներ են ընկնում։ Իսկ մենք գնանք, տեսնենք ինչ կա տրամադրության մեջ, հիանալի է տրամադրությունը, հաջողություններով լի, ոմանք նոր դռներ են բացել իրենց առջև, մեկ րոպե կներեք, ես լուցկիս չեմ, մոմս մոռացել եմ, առանց մոմի ես չեմ խոսի, մի քիչ լուսավորեց, որովհետև մռայլ է այստեղ եղանակը, ահավոր է։ Ինչքան էլ որ սպասեցի մի քիչ նորմալանա եղանակը նոր անեմ, միևնույնն է ավելի բարդանում է եղանակը լավանալու փոխարեն։ Իսկ այստեղ նաև ոմանք կարող է դռներ փակեք եւ մտնեք արդեն ապրիլ ամիսը, ոնց որ դա էլ քարշ չտակ ձեզ հետ ապրիլ ամիս։ Ամենայն դեպս հաջողություններ են ձեզ սպասվում յուրաքանչյուր ոլորտում, ինչ որ անեք։ Հեշտանում է, դռներ են բացվում։ Տեսնենք մնացածը մեզ ինչ կասեն, ֆինանսները, գումարի հետ կապված նայեք այստեղ կորուստ է, պետք է զգույշ ծախսել գումարները, պետք է ճիշտ ծախսել գումարները, որովհետև կորուստ կա, ուշադիր եղեք գողության նկատմամբ, ուշադիր եղեք նաև պարտքով տաք և չվերադարձնեն, չէ ամեն ինչ լավ կլինի, սա կարող է լինել կորուստ որպես ֆինանսական, օրինակ մեծ գնում կատարել, դա եւս կորուստ է համարվում, որովհետեւ մեծ գումար է գնում, թե հիմա ինչի համար է գնում, դա արդեն դուք գիտեք, բայց ինքը որպես ֆինանսների տեսանկյունից նայվում է որպես կորուստ գնաց դա։ Խնդիրներ եթե լինեն ֆինանսական, ապա անմիջապես կլուծեք դուք այն։ Թեկուզ պարտքերը, թեկուզ վարկերը եթե լինեն, որ պետք է տաք, խնդիրներ կարող եք այստեղ մանր-մունր եւս, դա կլուծեք դուք, ոչ մի խնդիր չի առաջանա ֆինանսական առումով։ Տեսնենք ձեր շրջապատը, հարազատները, այստեղ ընտրության առջև եք կանգնած լինելու, միգուցե ինչ-որ
տեղ կա, որը ուզում եք մտնել, բայց կասկածում եք, միգուցե ինչ-որ պահեր են, նոր շրջապատ են, նոր միջավայր է ձեզ համար և կասկածում եք արդյոք արժի, կամ միգուցե ինչ-որ մի հարց է, մտածում եք արժի դիմել ձեզ շրջապատող մարդկանց, թե ոչ, կամ այդ մարդուն ի վերջո թողեք էլի ձեր կյանք, թե ոչ, դա ընկերների մասին է խոսքը, այն մարդկանց, որ ժամանակին ձեր շուրջն են եղել։ Սա նաև քույր և եղբայրն է, միգուցե ինչ-որ հարցերում կամ դուք եք մտածում դիմեք իրենց, կամ մտածում եք ինչպես օգնեք իրենց, որտեղ այստեղ երկու տատանում կա, ովքեր որ մի քիչ երիտասարդ են, միգուցե նաև այստեղ քույր եղբայր եք ունենում, միգուցե նաև զույգ են ունենում, ձեր ծնողները, դե կախված է ձեր տարիքից, իհարկե ով է նայում այստեղ։ Եվ եթե վիճել էիք ձեր քույր կամ եղբոր հետ, այստեղ կմտածեք, հաշտվեք, ինչ անեք, որ հաշտվեք, այդպես։ Գուցե առաջարկ են անում ձեզ և դուք մտածում եք, արժե արդյոք այդ առաջարկը ընդունել, թե ոչ։ Իրար հետ աշխատելու հետ կապված, իրար հետ ոչ բիզնես հիմնելու հետ կապված և մտածում եք արդյոք արժի, հետո խնդիրների մեջ չեմ ընկնի, թե ոչ, միշտ ասում են, հարազատների հետ կեր խմի, բայց երբեք բիզնես մի արա, դա այդպես է և միշտ բոլորն են քաշվել, բոլորը, անխտիր, նման մարդ չկա դեռ, ես որ չեմ ճանաչում, իմ շուրջ բոլորը չկան։ Եվ դա կարող է լինել ինչ-որ խումբ մարդիկ են կամ խումբ է, որը էլի նույնպես փոխելու է ձեր շրջապատը։ Օրինակ տեղափոխվել եք մեկ այլ տարածք, մտածում եք շփվեք արդյոք այդ տարածքի մարդկանց հետ, թե ոչ, նաև ինչ-որ մի խումբ է, ինչ-որ իրար նույն հետաքրքրություններն ունեք և մտածում եք արժե արդյոք մտնել, թե ոչ, միգուցե կամ դուրս գաք իրենց այդ խմբից, թե ոչ, կամ այս շրջապատը դուրս գաք, թե ոչ, որովհետև այդ շրջապատը ևս կարող է ձեզ այդքան էլ հաճելի չլինել։ Սա և մուտք է, և դուրս գալ է, դուք տատանվում եք ուղղակի այստեղ, ընտրություն եք անում։ Ընտանիք տուն։ Այստեղ, եթե ընտանիք եք ուզում կազմել, ապա լավ պետք է ուսումնասիրել տվյալ մարդու հետ ձեր հարաբերությունները, որտեղ սա ասում է լավ, մի հատ մանրակրկիտ ուսումնասիրի, արդյոք իր հետ կարող ես ընտանիք կազմել, ընտանիքում այդ միջավայրում լավ կլինի իրար հետ, թե ոչ։ Եթե ինչ-որ մեկն է ուզում վերադառնալ հետ, ևս մի հատ լավ մանրակրկիտ ուսումնասիրեք, վերհիշեք իր հետ ապրած պահերը, արդյոք չի կրկնվի, լավ մի հատ ուսումնասիրեք նոր։ Կամ ինչն էր պատճառը, որ ինքը գնաց կամ դուք գնացիք։ Սա նաև մանր-մունր խնդիրներ են տանը, որ պետք է անեք, մանր-մունր գործեր են տանը, որ պետք է անեք, միգուցե ինչ-որ մի բան ծորակն է փչացել, ինչ-որ մի բան է, որ պետք է վերանորոգեք, սարքեք։ Եվ եթե տուն եք գնելու, ապա ևս թեկուզ վարձակալության համար, ևս այստեղ ասում են լավ մի հատ մանրակրկիտ ուսումնասիրի այդ տունը, խնդիրներ չլինեն, հետո բարդություն չլինի, հատկապես եթե պետք է գնեք այդ տունը։ Ընտանիքի անդամների հետ ևս այստեղ միգուցե պետք է քննարկեք ինչ-որ հարց, կամ գումարի հետ կապված այստեղ կարող է լինել, նստեք քննարկեք, կամ մեկ այլ հարց կարող է լինել, որ պետք է բոլորի կարծիքը մի հատ լսել, միգուցե ուզում եք օտար երկիր գնալ, տունը փոխել և այլն, և ընտանիքով նստում եք այդպես սկսում քննարկել, ամեն մեկը իր պահերն է ասում ձեզ։ Երեխաների հետ կապված այստեղ կամ դուք եք ընտրել երեխաների համար ուղի կամ իրենք են ընտրել իրենց համար ուղի և կամ այդ ամիս կընտրեք։ Միգուցե ինչ-որ մի բան են որոշում անեն, ուզում են ինչ-որ միտեղ սովորեն, արդեն ապրիլն է, միգուցե ուզում են այլևս չսովորեն, դա ևս ուղղության ընտրություն է, կամ ոչ կարճ կուրսերի գնան, կարճ դասընթացների գնան, այդպես ինչ-որ պահեր են, որոնք որ կամ դուք ձեր երեխաներին, եթե փոքր են, դուք ուղղությունը կտաք, կորոշեք, թե որ մանկապարտեզը տանեք, որ դպրոցը տանեք, իսկ եթե մի քիչ ավելի հասուն են, միգուցե ուղղակի խորհրդի կարգով, բայց պետք չի երեխայի ճակատագիրը փոխել, թող ինքը որոշի։ Դե միասին
միասին նաև քննարկեք, կախված է հարաբերություններից, հա, ձեր եւ ձեր երեխաների։ Եթե երեխա չկա, սա նաև կարող եք որոշել վերջ, ուզում ենք հղիանալ, ուզում ենք երեխա ունենալ ավելի շուտ։ Այդպես երեխաներին տանք օտար երկիր, ուղարկենք սովորելու կամ երկրորդն ենք ուզում ունենալ, այդպես, հա, ինչ-որ պահեր են, որը եւս ուղին կընտրեք այդ ամիս, թե հիմա այդ ամիս կգործարկեք դա, թե ոչ, արդեն դա ձեզանից է կախված։ Այդ ուղին այդ ամիս խոսեք, կպայմանավորվեք։ Տեսնենք առողջությունը։ Առողջության համար սա ինչ-որ բարդություններ չի ասում, սա ասում է, որ կամ դեղորայք եք ընդունում, որը դեղատոմս են ձեզ տվել, որ պետք է գնաք դեղորայք գնելու համար, կամ անալիզներ եք հանձնում եւ պատասխանները կարող եք ստանալ ապրիլին կամ ապրիլին հանձնեք ինչ-որ սպրավկա լինի, ուղարկման թուղթ եւ գնաք ոչ այդտեղ այդպես անալիզ հանձնեք։ Հստակ առողջության հետ կապված ես այստեղ բացարձակ բարդություն չեմ տեսնում։ Տեսնենք սեր եւ հարաբերություններ։ Էմոցիաները սիրո հարաբերության համար դա նաև ասում են, որ միգուցե սիրահարվեք, հա, որ այդպես բուրըն էմոցիոնալ վիճակի մարդու մոտ։ Նաև սա ռոմանտիկ պահեր են, միգուցե նոր ծանոթությունը այդպես դե ռոմանտիկայի այդ թիթեռնիկ-միթեռնիկների ժամանակն է։ Միգուցե նաև սա տանը, հա, եթե տան հարաբերությունները ինչ որ լարված են, միգուցե դրա համար այստեղ կար նաև լավ ուսումնասիրել, մանրակրկիտ ուսումնասիրել ամեն ինչ։ Եվ ինչ որ այստեղ, գիտեք, կամ ձեզ է թվում, կամ այդպես է, ինչ որ մի բան ոնց որ ձեր կողակիցը ձեզ այնց գախնի է պահում, ինչ որ մի բան այնպես չի, մինչև վերջ չի արտահայտվում եւ այլն, հա, ձեզ մոտ այդպեսի ինչ որ տպավորություն կարող է լինել, որ ինչ որ մի բանը գախնի է պահում, ինչ որ մի բանը այնպես չէ։ Այդպես ինչ որ նման տպավորություն կլինի ձեզ մոտ։ Եվ տեսնենք փաստաթղթերը այստեղ ժամանակն է կամ կարգի բերելու ձեր փաստաթղթերը կամ միգուցե թարմացնելու որևիցե փաստաթուղթ, որը կամ ժամանակ կվատնեք նման գործերի վրա, այնտեղ անձնագիր թարմացնել, ինչ որ մի փաստաթուղթ է, որը ճմրթվել է կամ արդեն գրածը չկա, նորմալ գնում եք եւս մեկնել եք հանում, հա, ինչ որ պահեր են, որ միգուցե վիզայի հետ կապված է այստեղ, որ գնաք այստեղ այնտեղ թոշակ, ալիմենտ, այդ գործերով կարող է ժամանակը շատ գնալ ձեզ մոտ այդ ամիս, որ այստեղից ինչ որ փաստաթուղթ վերցնեք այնտեղ տակ, այնտեղ անեք եւ այլն, նման գործողություններ։ Եվ ժամանակ հատկացրեք, իրոք, եթե զգում եք, որ փաստաթղթերը անմխիթար վիճակում է, օրինակ մեկ ես էլ անընդհատ այդ փաստաթղթերը, օրինակ դրսում բավականի շատ են փաստաթղթերը, եթե չես կարգավորում ամեն մեկը իր պապկի մեջ, վերջ խճճվում ու ընկնում ես չգիտեմ որտեղ։ Նույնն էլ սա է, կամ ժամանակ կվատնեք այդպես դասավորելու կամ այդ գործողությունները անելու, այստեղ, այնտեղ, այս արխիվ, այս մյուսը սա եւ այլն, նման գործողություններ կա, ժամանակը կամ կարճ ժամանակ ունեք, որ եթե փաստաթղթեր ներկայացնելու համար։ Ու դες կասեն, օրինակ, ինչ ապրիլի 16-ը, օրինակ, այս փաստաթուղթը անպայման մեզ հարկավոր է, չգիտեմ ինչու 16 ասացի, մենք ուշադրություն կդարձնենք։ Այս փաստաթուղթը պետք է եւ դուք շտապ պետք է այդ փաստաթուղթը տանեք հասցնեք ինչ որ մի կենտրոն։ Տեսնենք ճամփորդությունների հետ կապված, այստեղ կարող է ինչ որ տղամարդ է գալու ձեզ մոտ, կամ դուք կարող եք գնալ այդ տղամարդու մոտ, միգուցե ձեր ամուսինն է, ձեր տղան է, կանչում է ձեզ կամ ինքն է գալիս ձեզ մոտ։ Նույն դա է, կարող է ձեր եղբայրն է նաեւ իր մոտ է գնում, ինչ որ տղամարդ է, ով կամ այդ ժամանակ ձեզ կարող է վիզա տալ, ժամանակ գնաք, փաստաթղթերի հետ կապված, այստեղ գնաք, այնտեղ գնաք, հա, անընդհատ որ ինչ որ գործողություններ անեք։ Այս դեսպանատուն, այս չգիտեմ որտեղ։ Տեսնենք աշխատանքը, բիզնեսը, կայուն է աշխատանքը, եթե աշխատանք ունեք, ապա հա նորմալ, ինչպես որ կա, այդպես կգնա առաջ, եթե բիզնես ունեք եւս, էլ այդ բիզնեսը կգնա առաջ։ Եթե ոչ, այստեղ դուք կարող եք գտնել կայուն ոչ աշխատատեղ, որտեղ երկար ժամանակ կաշխատեք,
Նաև բիզնեսը, այնպեսի մի բիզնեսով կսկսեք զբաղվել, որ ավելի կայուն կլինի, հա, ձեզ համար ոնց որ մշտական, այդպես միշտ անելու գործ, որ միշտ ձեզ գումար բերի դա։ Նման միգուցե այստեղ եւս կարող է ինչ որ ծախսեր եք անում բիզնեսը ավելի լավացնելու, կայունացնելու համար։ Միգուցե հարկավոր է։ Չենք մոռանում, որ ընդհանուր տրամադրությունը դա դռներ է բացվում ձեր առջև, որ կկարողանաք յուրաքանչյուր բան անել։ Տեսնենք ընկերները եւ օգնությունը։ Հիանալի է։ Օգնություն, եթե պետք լինի, անպայման կստանաք, արևով, բնական է։ Եվ կարող եք նոր ընկերներ ձեռք բերել, նոր հրաշալի ընկերներ, ովքեր որ ձեզ կաջակցեն, ձեր կողքը կլինեն։ Նաև այստեղ ընկերների հետ կապված դա կարող է լինել օրինակ ինչ-որ առիթ, որտեղ կգնաք ընկերներով կհավաքվեք, կուրախանաք, իրենց այդ ժամանակը շատ լավ կանցկացնեք։ Եվ նաև կուրախանաք այն փաստից, որ ինչ-որ ձեզ օգնություն էր պետք, ձեզ տրվեց այդ օգնությունը, թե հիմա ընկերները կտան, թե ով կտա, հա, դա երկու տարբեր պահեր են այստեղ, հա, երկու ոլորտներ են, որտեղ հարցը այդպեսին է։ Եվ տեսնենք վախերը, խնդիրներ եւ գաղտնիքները։ Վախերը ինչ-որ տղայի հետ է կապված, միգուցե բանակ պետք է գնա, իր համար եք վախենում, միգուցե խնդիրները եւս գալիս է այդ տղայից, միգուցե այնտեղ արդեն չափահաս այն անցումային տարիքի տղա ունեք եւ խնդիրներ է ստեղծում ձեզ համար, հարաբերությունները մի քիչ լավ չեն։ Դա համար պետք է հանգիստ լինել այդ ժամանակ, հանգիստ, որովհետև ինչքան լարվում եք, այնքան ավելի հարաբերությունները սրվում, դա պետք է հասկանալ։ Յուրաքանչյուր սրված պահին պետք է կանգ առնեք։ Եթե կանգ չառնեք, երեխաները տանից գնում են, հարաբերությունները այնպես են փչանում, երեխան էլ է փչանում։ Եվ այստեղ գաղտնիք կարող է լինել, օրինակ շփվում եք ոչ տղայի հետ, չեք ուզում իմանան ոչ ոք, սիրահարվել եք ոչ տղային եւ եւս էլի չեք ուզում, որ ինչ որ մարդիկ իմանան այդ մասին, ինչ որ պահեր են։ Վախերը նույնպես, հա, այդ տղային կամ կորցնելու հետ է կապված, միգուցե ձեր զույգին, ձեր ամուսնուն, ձեր ընկերոջը, որովհետեւ լավն է, նա ձեզ ամեն հարցում աջակցում է, կամ ինչ որ մեկնելու վրա կարող եք հենվել եւ դրա համար վախ կա կորցնելու։ Նաեւ բանակի, հա, բանակի կամ գուցե ուզում եք գնալ օտար երկիր, այստեղ եւս, հա, այստեղ կար։ Գուցե ուզում եք գնալ օտար երկիր, դրա համար վախ կա ձեր մեջ։ Այսքանը ձեզ համար ամենայն դեպս հիանալի կանխատեսում էր, միայն ֆինանսներն էր, որ այստեղ իրոք այդքան էլ լավ վիճակում չէր։ Դե կարող ուղղակի շատ մեծ ծախս էր, շատ մեծ։ Դա համարվում է ֆինանսական կորուստ։ Այսքանը ձեզ համար, թող որ ապրիլ ամիսը ձեզ համար լինի հաջողություններով լի ամիս։ Լավ եղեք։